Չնայած շոկ եղանակին ժողովուրդ ջան աջափ սանդալ եմ պատրաստելու։ Իմ ամենասիրած ջաշերից է, կարող է դժգոհողներ լինեն, հանձինս Աշոտի, բայց որոշել եմ, որովհետև մի հատ սմբուկ կար արդեն շատ վաղուց էր սառնարանում, պետք է մի ձև օգտագործեի, մտածեցի կարելի է այսպես արագ աջափ սանդալ պատրաստել, մի հատ ցուկինի եմ կտրել, թթմիկ անունն էի մտածում, մի հատ թթմիկ, կտրած լոլիկ կար, որ պետք է օգտագործվի, այսինքն նայում ենք ինչ որ պետք է մնացել է, ինչ որ ձեր պետք է իրացնենք, էդ էլ օգտագործում ենք։ Երկու հատ կարտոֆիլ եմ կտրել, սովորական աջափ սանդալ եմ սարքում, ինչ որ նոր բան չեմ անում, բայց ասեցի գաղափար տամ, կարող է ինչ-որ մեկը հանկարծ մոռացել էր, որ կարելի է աջափ սանդալ պատրաստել։ Ով կմոռանար, հա։ Սիրում եք աջափ սանդալ։ Ես սիրում եմ, չգիտեմ։ Իհարկե հաճախակի չեմ պատրաստում, որովհետև Աշոտը չի սիրում։ Այսինքն ոնց որ մեր տանը ամենաշատը ես եմ սիրում։ Դրա համար էլ հաճախակի չեմ եփում։ Ինչևէ, հիմա այսօր այդ օրն է, որ պետք է աջափ սանդալ եփել։ Պղպեղներից այս տեսակը ունեին, ոչ հուսա կգցեմ, մի քիչ մեր հայկականի նման է, համը դժվար թե նման լինի, բայց տեսքը նման է, ու լոբի ունեմ այստեղ արդեն, մաքրել եմ լոբին ու կտրատել եմ, կանաչ լոբի, ապայմա սիրում եմ լոբով, միշտ չեմ գցելու, առանց միսի է, դժգոհությունը կարող է այ այդտեղից առաջանա, որ միշտ չեմ գցում, բայց դե ամեն օր միսն էլ լավ չի, ամեն օր ինչ միս։ Հիմա մի քիչ երևի այսպես մեջտեղից բարակացնեմ ու ժողովուրդ ջան։ Մի հատ այնքան լավ մեդիտացիայի ձայնագրել, չգիտեմ, ձեզանից գիտեմ, որ մի երկու հոգի հետևում են իմ մյուս ալիքին, որտեղ որ աուդիո գրքեր եմ ձայնագրում, ինքան լավ մեդիտացիա էր, կդնեմ ես տեսանյութի տակ լսեք, ժողովուրդ, իրոք շատ լավն է, ես ինքս էլ միասին լսում եմ, թարգմանել եմ ու շատ լավն է, շատ լավ է ստացվել, խորհուրդ կտամ լսեք, ավելի շատ նվիրված է, էլի հանգստացնող է ու ինքներս մեզ գնահատելուն, ինքներս մեզ սիրելուն, այ դրան է նվիրված, մի քիչ ոնց որ մենք մեզ մղում ենք 1000-րդ պլան, բայց սխալ ենք անում, պետք է առաջինը ինքներս մեզ սիրենք, հատկապես որ երեխաները արդեն մեծ են, ամեն մեկ իրանց կյանքով են ապրում, մենք պետք է արդեն ինքներս մեզ ուշադրություն դարձնենք, սիրենք մեզ, ժողովուրդ ջան, սիրենք մեզ, մի քիչ ոնց որ վերացական է թվում, բայց չէ, այսպես ժողովուրդ ջան, ինձ կմնա մենակ լոլիկը, ուրեմն այստեղ երևի չասնեմ, նոր բան չի, բայց ամեն դեպքում այստեղ շատ համով մակարոն ունեինք, շատ համով հավի մսու մակարոն, բայց արդեն քիչ ամնում կերանք, էլի տոմատի սոուսով, հավի կրծքամսով, կանաչ ոլորով շատ համով մակարոն, սա կեսօրին կերանք, իսկ հիմա իմ բանջարեղենային ապուրը պետք է ուտեն։ Ձեթը արդեն լցրել եմ, ձիթապտղի ձեթ եմ լցրել։ Մի անգամից այլ լցրել, որ արագ լինի։ Այստեղի լոլիկները այդպես է լավ չեն հասնում։ Այս մեկը, այս մի տեսակը ոնց որ շատ լավն է, այնքան լավ անուշոտ ուներ, այս մեկը լավ չեն հասնում։ Հետո այստեղ ես նկատել եմ, որ բանջարեղենը շատ շուտ է եփվում։ Մտածում եմ երևի այնքան քիմիա են տալիս դրանից է։ Հայաստանում ես չեմ հիշում, որ այսպես շուտ եփվեր կարտոշկեն, գազարը,
Այնտեղ ոնց որ ավելի երկար էր երբում, քան էստեղ է երբում։ Երիքա շատ չեմ ուզում, բավնդոր գցեմ, որ դտու չլինի։ Ժողովուրդ ջան, հիմա այս ճաշի եփեմ, ինձ թվում է որ նորություն չի, դրա համար չեմ նկարում ամբողջ process-ը, երբ որ պատրաստվի ցույց կտամ։ Ճաշս պատրաստ է։ Բանջարեղենով համով աճեպ սանդել։ Բարև ձեզ շատ սիրելի բարեկամներ, հարազատներ, ընկերուհիներ, գոլեգաներ, բոլորիդ բարևներ։ Ես մասաժիստ դուրս եկա, այսօր արդեն 4-րդ անգամն եկա, ահագին տարբերություն կա, բայց բնականաբար ցավեր էլի կան, այս ուսերի ու յակների արանքում ցավեր էլի կան, 10 րոպե լավ մասաժ անում, շատ լավ մասաժ անում, հետո միացնում է այդ սիմուլացիա էլի անում, ֆիզիոթերապիան։ Այնպես որ լավ էր, այսօր ավելի շատ վարժություններ ավելացրեց, կային վարժություններ, որ ես արդեն գիտեի, անում էի, տեսել էի YouTube-ում, բժիշկների մոտ ցույց էին տվել, հիմա ինքը այսօր դրանք էլ ավելացրեց։ Մտածում եմ բոլոր վարժությունները իրար հետ պետքա մի հատ նկարեմ, որ ես էլ չմոռանամ, այնքան շատ վարժություն է տալիս, որ կարող է չհիշեմ էլ այդքանը։ Բաց թողնեմ, ասում եմ, եթե ամեն օր անես, պարտադիր ամեն օր ասում եմ կանոնավոր անես, շատ լավ կլինի, շատ լավ կօգնի, բայց դե մեկ-մեկ ոնց էլ չլինի, ժամանակ չի լինում կամ թամբալություն ենք անում էլի, ինձ թվում է բոլորիս մոտ է, հատկապես եթե առավոտ արթնանում ենք, անտրամադիր կամ թույլ, հավես չի լինում էլի վարժություններ անելու, բայց իմ մոտ հիմնականում շատ քիչ է այդպես, ես անում եմ 1000-ից մեկ, որ կարող է չանեմ, էդ էլ ասենք աշխատանքային օրերին, բայց ամեն դեպքում, եթե մեզ սիրում ենք, պետք է անենք, այդպես ժողովուրդ ջան, հիմա դուրս եկամ, 10-12 րոպե պետք է քայլեմ, լավ շոգ է, երեք ակնոց չեմ վերցրել արևային, երեք 26 աստիճան էր մինչև բարձրացել ջերմաստիճանը, այսօր էլ է այդպես շոգ լինելու, եթե հիմա երևի մի հատ մտնեմ ակցիոնից են միանվագ ձեռնոցներից կառնեմ, երեք վերջինները օգտագործեցի, հիմա պետքա մտնեմ դա առնեմ, հետո մի հատ պետքա տեղատուն մտնեմ ու հետո այդպես չեմ կարողանում նաև ոնց մոռացա ակրոց վերցնեմ, ասում եմ մեկ-մեկ վարժություն կա, որ անում եմ, այս մասերը ուսերից ցավում է, ասում է դե ոնց էլ չլինի, ասում է արթրոզ կլինի, արթրոզը չենք կարա բուժենք, բայց վարժությունները որ կանոնավոր անեք, ասում է հաստատ լավ արդյունք կունենաք։ Իմ մոտ այնպիսի զգացողություն է, ասում եմ, որ ինձ թվում է անդադ ուսերս ոնց որ վերև լինեն, ասում է, որովհետև այնքան ես ուսերդ բարձր պահել, վերև հանել, որ արդեն սովորություն է դառել ու մկանները ասում է կարճացել են, պետքա փորձես միշտ ուսերը ներքև պահես, փորձել եք ձեր մոտ ոնց է, զգացել եք, սպասեք հասնեմ ստվերին, ահա որ տեսնեմ ձեզ, իմ մոտ միշտ այսպես, հեչ որ չէ, պայուսակը գցում եմ ուսս, զգում եմ, որ ուսս վերև եմ հանում, որ պայուսակը չընկնի, ասում է պետքա ուսերդ միշտ ներքև պայս, մազերս ես ինչ եղան, լավ այս անգամ ռեզին վերցրել էի մազի, անցյալ անգամ մոռացել էի, ինք ինչ-որ բանով մազը ես հավաքեց, այս անգամ վերցրել էի, դե հավաքում եմ, որ չխանգարի, այսպես գզգզված վիճակ է հիմա, հասա ակցիոն, ժողովուրդ ջան, մտնեմ ձեռնոց վերցնեմ, հուսամ մենակ էդ կվերցնեմ, ուրիշ բան չեմ վերցնի, ինձ կզսպեմ, դուրս կամ հետո նոր կմտնեմ տեղատուն, մտածում եմ ես որտեղ պետք կգար, այսպես տարա, կոշիկների համար մի բան պետք է, բայց սիրուն չի կոշիկները բաց դնելը,
այսպես ավելի շուտ, այսպես հյուրասենյակում դեկորացիա բան դնելու համար։ Չնայած ձեռքով չեմ կարա տանեմ։ Կանգնած մտածում եմ, թե սա ինչի համար պետք կգա։ Միտքս բան չի գալիս։ Սիրում եմ այսպիսի բաներ։ Մկանների համար եմ մկանային ցավի ժամանակ տաքացնող բանա։ Սա էլ է մկանային մկանների համար կարելի է կպցնել 2-3 օր թողնել։ Կամ սրանք մետաղից են, ծանր են։ Տողանի են, էլի տողանի, ինձ պետք է, որ գծավոր չլինի։ Սրանք սիրուն չեն։ Սրա վրայով կարա կարդա այնքան մանրը։ Մի հատ ֆոլգա վերցնեմ։ Սրանք բոլորը L-ն են։ Տասվեց կտորը 4 եվրո արժի։ Այստեղ 4 կտորը 1.50։ Այգու համար են այս բույսերը։ Ես չենք ուզում, ասնենք առաջ։ Սրանք սոլար լամպեր։ Մի հատ կա մեր բակում, մեր վարդերի մոտ։ Սիրում եմ բայց ես լամպը էլի պատեմ կախվի համար այգուն ավելի շուտ։ Ակցիոնից հնարավոր չի մտնես ու մի բան առնես, ոնց կարող է այդպես լինի։ Նայում ես թե գները էժան, 1 եվրո, 2 եվրո, առնում ես, կլոր գումարը դուրս գալիս։ Նայեք, ձեռնոց էի ուզում առնեմ։ Լավ էլ ծանր պայուսա կա։ Հիմա մտնեմ տեղատուն, մի բան պետք է հարցնեմ ու դուրս գամ գնամ տուն։ Մասաժից հետո միշտ ավելի հոգնած եմ լինում, այդպես թեթև գլխապտույտ է լինում, հաճույքով ուզում եմ պառկեմ, բայց ամեն անգամ մի գործ հնարում եմ։ Մտել էի ձեռնոց գնելու միանվագ վերցրել եմ, կարևոր է էս չեմ մոռացել, թե ինչի համար եմ մտել։ Էս վերցրի, կարծեմ
քանիսեր էժաներ 100 հատը երևի 2.90 արժեր սրանք վերցրի բնականաբար մենակ դրանով չէր լինի ակցիոնից մենակ դա գնել չի լինի էլի Քսենիայի համար էս իր համով բաներից են վերցրել այսպիսի բաները մեկ-մեկ պետք լինում մազերի համար սա վերցրի գլխի մասաժի համար այս եմ վերցրել կարելի է դեմքն էլ մասաժ անել ինչի չէ բայց հիմնականում գլխի համար եմ վերցրել ցույց կտամ ոնց եմ անելու մի հատ տուշ եմ վերցրել քանի որ ակնոցները միանվագ են մի հատ եմ վերցրել մինչև չգիտեմ էլ որ խանութից պետք է ավելի նորմալ ակնոց առնեմ մինչև կգնամ կառնեմ մի անգամ դիից էի արել ահագին երկար դիմացան պետք է այս տեսակներից այսպես առնեմ մինչև բժշկի մոտ գնամ դե գիտեք երկար սպասելու եմ մինչև տերմինի ժամանակը հասնի մի հատ ֆոլգա վերցրի այս շորերը դեմքի համար դեմքը լվանալուց հետո սրանով կսրբեմ 7 հատ էր մեջը արժեքը չեմ հիշում վերցրել եմ նաև մի հատ այսպիսի տետր ինձ պետք էր որ գծեր չունենա մեջը սա էլ քառակուսիներով է բայց վերցրել եմ ոչինչ երկու հատ այսպիսի աման եմ վերցրել քանի որ եղանակները տաքացել են պետքա թթխմոր փորձեմ ստանամ այս էլի աչքի տակի համար այս պատներից եմ վերցրել այված մեջը 2 զույգ է 4 հատ անցյալ անգամ էլ էի վերցրել 2 հատ անկեղծ ասած չեմ փորձել բայց էլի վերցրել եմ էլի այսպիսի տետր սա էլ քառակուսիներով սա դեմքի համար դիմակա դեռ չգիտեմ, այսինքն հաստատ չգիտեմ դիմակա թե ինչա, թե կարճ ասած դեռ չգիտեմ ինչա ժողովուրդ ջան, հետաքրքիր թվաց վերցրել եմ կամ դիմակա կամ այս մազերը հեռացնելու համար, նայեմ կոնկրետ ինչա ու կասեմ։ Քսենիայի համար էլի համովություն այս երկրորդ ամանը ապակուցեն մազերի շամպուն եմ վերցրել չոր մազերի համար մազերը չոր են 2 հատ ու այս խոզանակը ուզում էի փոխեի արդեն լողանալուց եմ օգտագործում մեջքի համար կոշտ են մազիկները ինքան լավ մասաժ են անում սրանից մի քիչ լողանալու փրփուր եմ լցնում վրան ու մեջքը լավ տրորում եմ դրանով համ մաքրում է, համ լավ մասաժ է անում այսքան բան եմ վերցրել ու վճարել եմ 30 ինչքան 32.16 այս էլ իմ մենակ ձեռնոցներ առնելը մինչև ես տուն եկա աշոտն էլ եկավ ռուսական խանութից ես չգնացի որ մասաժեի գնալու ինքը մենակ գնաց հիմա նայենք հեչ ինչ է առել երշիկ բրինձ հավի տոտիկները առել սառեցրած այնքան դժվար է հավի տոտիկներ ճարելը լավ է որ առել է այսքանը ուրեմն կիլո 400 գրամ է մեջը կիլոն 5 եվրո է 7 եվրո է վճարել տեսնենք կաղամբ տոլմայի համար բարձակի փաթիլներ սրանք լավն են ուշ եփող երկար եփող բարձակի փաթիլները լավն են այստեղ խոզի միս տեսնենք խոզի միսին ինչքան է տվել կիլոն 7 եվրո է 7 եվրո կիլոն հա այսքանին տվել է 24.90
մի քիչ սալոտ է, այդտեղ միսը լավն է։ Այստեղ տեսնենք ինչ է։ Հա, սա ձուկ է, իշխան ձուկ, ֆորել արել, իշխան ձուկ, մյուս պայսակը հանեմ, կեֆիր, ես ցուցակ գրել, համարյա ամենի ցուցակով արել, երկու հատ կեֆիր, մեկը քիչ յուղային է, մեկը ոնց որ ավելի շատ յուղային, ինչ որ է, երկու հատ կեֆիր, տեսնենք այստեղ կանաչի, հա, Համեմ մաղադանոց, ես ռուսականինը ավելի լավն են կապերը, քան երեկվա մյուս խանութից առածները։ Կատնաշոր 4 հատ։ Կեչուպ, կծու կեչուպ։ Էլի բրինձ, էլի վարսակի փաթիվներ, այս բրինձը փաստորեն ես գրել եմ դարչնագույն բրինձ, ինքը սխալ բրինձ է բերել, ես զարմացա թե ինչ բրինձ է։ Իմ ուզածը դարչնագույն բրինձներն է սովորական բրինձ է, ինչ որ է երկու հատ էլ վերցրել է, այսքան մեծ 2 կիլո այսինքն։ Ինչևէ, այսքան առևտրին վճարել է 105 եվրո 82 ցենտ։ Այսօր հերթով առևտրի օր է։ Էս էլ Լիդլի առևտուրը դատարկեն։ Ելակ լոլիկ, բանան, քաղցր պղպեղ, երշիկ Քսենիայի համար, տոֆու, հունական յոգուրտ, էլի տոֆու, բուտերբրոդի պանիր, խոուդա, կոլա, մենակաշուտ նախմում կոլան, ու կաթ, բուսական կաթ։ Այսքան առևտուր Լիդլից, այսքան էլ 46 եվրո։ Այսպես առևտրային օրեր այսօր։ Ուզում եմ ցույց տամ ելակը ոնց եմ ես ուտելուց առաջ մշակում։ Սառը ջուր եմ լցնում այսպես։ Այստեղ ունեմ սոդա։ Մի թեյի գդալ սոդա եմ լցնում, այսպես, մի փոքր էլ աղ, այսպես, խառնում եմ, այսպես մի փոքր, ու այսպես թողնելու եմ մի կես ժամ մնա, հետո ջուրը ցույց կտամ։ Կես ժամ թողել եմ սոդա ջրի ու աղաջրի մեջ, ուզում եմ հիմա հանեմ, հետո հոսող ջրի տակ պետք է նորից հատ-հատ լվանամ ելակը, բայց հիմա ուզում եմ հանեմ, որ դուք ջուրը տեսնեք։ Ամանի մեջ երևի լավ չերևա, փորձեմ մոտեցնեմ, տեսնում եք, դրա համար շատ կարևոր է, որ լավ դրվի աղաջրի ու սոդա ջրի մեջ, ինչ մանր միջատներ, բաներ կան, դուրս են գալիս։ Հիմա ելակը, տեսակ տակը,
Հիմա ելակը հոսող ջրի տակ հատ-հատ կլվանամ, տեսնում եք։ Հացի խմոր եմ արել ամբողջահատիկ ցորենի ալյուրա մեծ մասը, մի քիչ ավելի քիչ սովորական սպիտակ ալյուր։ Կես ժամ էլ էսպես մնաց ամանի մեջ, ջեռոցը միացրել եմ լավ տաքանա, 220 աստիճանի տակ եմ միացրել։ 10-15 րոպե կթողնեմ բարձր ջերմաստիճանի տակ կեփվի, հետո մի քիչ կիչացնեմ 200-ի տակ։